Քո հրաշքն ամեն օր ուղերձների շարք, 5 սովորություն, որոնք կփոխեն քո կյանքը։ Եթե ուզում ես, որ կյանքդ փոխվի, ապա քոնը դարձրու այս 5 սովորությունները։ Սիրելի՛ բարեկամ, երբևէ մտածե՞լ ես, թե ինչու են որոշ մարդիկ հաջողվում իրենց գործերի մեջ, իսկ մյուսների կյանքում ասես ոչ մի բան չի ստացվում։ Պատասխանը փոքր թվացող սովորությունների ազդեցության մեջ է։ Աննշան թվացող որոշ սովորությունների մեջ զորավոր ուժ կա պարփակված։ Երբեմն մենք սպասում ենք, որ մեր կյանքում մեծ փոփոխություններ տեղի կունենան, բայց իրականությունն այն է, որ ամենամեծ փոփոխությունները հաճախ սկսվում են փոքր, աննշան ու անկարևոր թվացող, օրըստօրե կրկնվող գործողություններից, որոնք ժամանակի մեջ գումարվում են իրար և մեր կյանքում մեծ փոփոխությունների միջոց դառնում։ Ահա մի քանի նման սովորություն, որոնք այնքան էլ դժվար չէ կյանքի կոչելը և որոնք հրաշալի միջոց են փոփոխության հասնելու համար։ Առաջին՝ երախտապարտ եղիր։ Երախտապարտ լինել նշանակում է մեր գոհությունն ու շնորհակալությունը հայտնել Աստծուն և մարդկանց։ Հաճախ երախտագիտության դրսևորումը կարելի է սկսել «շնորհակալ եմ» բառերով։ Երկրորդ՝ փառաբանիր Աստծուն։ Երբ դու փառաբանում ես Տեր Հիսուսի անունը և թույլ ես տալիս, որ Սուրբ Հոգին գործի քո միջոցով, այդ ժամանակ Նրա զորությունը կարող է գործել նաև քո մեջ։ Երրորդ՝ խոսի՛ր Աստծու հետ։ Սա նշանակում է աղոթքով երկխոսության մեջ մտնել քո երկնային Հոր հետ։ Չորրորդ՝ օգնի՛ր մյուսներին։ Գուցե այսօր դու կարող ես ինչ-որ մեկին օգնել որևէ ծառայություն անելով նրան, ինչպես բարի սամարացին արեց՝ օգնելով ավազակների ձեռքն ընկած մարդուն։ Հինգերորդ՝ լսի՛ր Աստծուն։ Դու կարող ես անել դա Աստվածաշունչ ընթերցելով, ճշմարիտ քարոզներ լսելով, ինչպես նաև Տիրոջ առաջ լուռ ժամանակ անցկացնելով։ Լռելը լսելու լավագույն նախապայմանն է, երբ ինչ-որ մեկը խոսում է քեզ հետ։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Տերը քեզ համար առատ կյանք է նախատեսել։ Հովհաննես 10:10 գրված է. «Գողը գալիս է միայն գողանալու, սպանելու և ոչնչացնելու համար, սակայն Ես եկա, որ կյանք ունենաք և առատ կյանք ունենաք»։ Այս տողերը հենց այնպես չեն գրված։ Դրանք իրական են Տեր Հիսուսի հետևորդների համար։ Դրանք կարող են իրական դառնալ նաև քո կյանքում։ Սուրբ Հոգու օգնությամբ իրականացրու այն փոփոխությունը, որն Աստված ակնկալում է տեսնել քո կյանքում։ Պարբերաբար իրագործիր այս 5 սովորությունները և կտեսնես քո կյանքի փոփոխությունը։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։